Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանքը սկսում է տոնը շնորհավոր Զինա հետ նախագիծը։ Արգանքներս մեր հետևորդներին, հեռուստադիտողներին, բոլոր նրանց, ովքեր միշտ ակոպով նայած ակնկալում են ամենահետաքրքիր թողարկումները։ Իսկ ես էլ պաշտում եմ այն թողարկումները, որտեղ հանդիպում եմ իմ լավագույն ընկերների հետ, եւ եթե նրանց առօրյայում չեմ կարողանում գտնել, ինձ մոտ աղավարում հաստատ նրանք լինում են բացառապես տարբերակով։ Այդ դրա մասին մի քիչ ուշ, այս բան ֆորմատը չեմ ուզում խախտել, շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ, լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ ակոպովնայ 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ վերադառնում ենք տաղավար, անցնում ենք բուն թեմային։ Չեմ կարող չկա ինձպես քեզ սիրող արի ինձ մոտ հեռանալ ուզում եմ բայց չեմ կարող չկա ինձպես քեզ սիրող արի ինձ մոտ դու Որքան եմ տանջվել, արտասվել քեզ համար Արի ինձ մոտ Կարոտել եմ արի դու չգիտես Թե որքան եմ տանջվել, արտասվել քեզ համար Արի ինձ մոտ Կարոտել եմ արի Քեզ սիրող արի ինձ մոտ դու չգիտես թե որքան եմ տանջվել արտասվել քեզ համար արի ինձ մոտ կարոտել եմ արի դու չգիտես թե որքան եմ տանջվել արտասվել քեզ համար Արտասվել քեզ համար արի ինձ մոտ կարոտել եմ արի դու չգիտես թե որքան եմ տանջվել արտասվել քեզ համար արի ինձ մոտ կարոտել եմ արի ինձ մոտ կարոտել եմ արի
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ սպասում են հերթական թողարկման լավագույն րոպեներին։ Ես ֆորմատին համահունչ ասում եմ, որ դիտում ենք բավականին երաժշտական, լուսավոր, պարային տեսանյութ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ ասեմ, որ տեսանյութի կարևոր հերոսը ինձ մոտ տաղավարում է։ Ում մասն է խոսքը կիմանաք րոպեներ անց։ Ես վստահ եմ, որ հենց հիմա պարվեստի շատ ներկայացիչներ, պարվեստը գնահատող հասարակությունը ավելի մոտ է նստել, ձայնը բարձրացրել է եւ ասում է ձին արագացրու, ներկայացրու մի անգամից, որպեսզի հետաքրքիր նորությունները լսենք անձամբ նրանից։ Ըստ տիտուլի, բայց մի քանիսն եմ ասում հարգարժան հեռուստադիտողներ։ Եվ այսպես, առաջին մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի փոխտնօրեն Պարուսույց մանկավարժ։ Իմ մեծատարով լավագույն ընկերն է ինձ մոտ տաղավարում Արթուր Մարատիչը։ Մարատիչ ջան, հարգանքներս։ Բարդինա ջան։ Մենք հանդիպել ենք եթերում 2012 թվականին վերջին անգամ։ Ու դրանից հետո ես շատ եմ մանեկել ձեզ եթերում, բայց այդքան շատ չեմ գտել։ Մարատիչ ջան, խնդրում եմ բարձրաձայնել, որ եթեր չես գնում, ինձ մոտ բացառություն է։ Դե մենման մարտիկ երբ որ տարիներ շարունակ առավոտ 24 ժամ 7-24-ով աշխատում են TV-ում, հետո լիրիմա մի պահ, որ ուզում ես այդ ամեն ինչից տենց հերվանալ ու փարկասու այդ պրոյեկտներից հետո իմ եւ խորացա արդեն մանկավարժության մեջ եւ ոնց որ ասած եթերը ոնց որ դարավ երկրորդական որտեվ լինել 8 տարի եթերում այն որ հումոր են անում մեզ ասում են խալադիլնիկներ ենք բացում հա դուք եք հարթուկներ ենք մի ասում դուք եք հիմա ասած ուշուշ տեսնել միգուցե ավելի տարքի լինի բայց մենք միշտ կանք ես դու մեր նման մեր ընկերները շատ լավ Ես այնքան հարց ունեմ նախապատրաստած, բայց ուզում եմ նաև ներկայացնել հաճելի լավ րոպեներ պարային, որովհետև այսօր ինձ շատ հոգեհարազատ թեմա է։ Մի նախադասից հետո անցնենք բուն թեմային, հա, Մարատիչ ջան։ Երբ որ ինձ մոտ տաղավարում գալիս են այն մարդիկ, ովքեր որ վաստակաշատ են, սիրում եմ ասել հին են ու պահպանողական, միշտ այդ հարցը տալիս եմ, դուք ոնց եք դիմանում, չեք խեղդվում, չեք արտահայտվում, թե տարբերակ չկա։ Այսօր յուրաքանչյուր դպրոցում կա պարային խմբակ, այսօր յուրաքանչյուր թաղամասում ամեն մեկ իր շենքի տակ ունի պարի խմբակ, եթե մեկը պիրուետ անել գիտի կամ մեկը պլի անել գիտի կամ մանկապարտեզում գնացել է պարի հնարավորություն ունի բացել պարի ինչ-որ թեկուզ 20 հոգանոց ստուդիա կոչել ու սենց շարունակ ոչ ճիշտ դաստիարակվում են մեր երեխաները։ Սրա դեմը չեն կարող առնենք։ Կա չէ, բայց դա։ Դե դուք համ հարց տվեցիք, համ պատասխանեցիք։ Սիրտս պայթում է։ Որտեվ այդ այո, պարը եթե մեր հերոսատու գիտի կամ չգիտի, որ Ծինա ջան քո համար խորտ բան չի։ Այո։ Այո, ինչ ասեցիք, ճիշտ ասեցիք, այդ ամեն ինչը կա։ Ուղղակի ես միշտ ծնողներին խնդրում եմ եւ ասում եմ մի հատ հետաքրքրվեք ձեր պարուսույցը ով է ու վերջ եթե իրան հարմար է իջնի պատվալում հա նկողում որտեվ իրան հարմար է կողքի շենքում մենք չենք կարող օգնենք մեծ խնդիր կա շատ մեծ բայց ուղղակի գոնե հետաքրքրվեք ով է այդ մարդը ինչ անցյալ ունի ու ինչ դպրոցա դրել եւ ովքեր են աշխատում այնտեղ Ախոր այնքան հեշտ է այդ ամեն ինչ անելը։ Կարա այդ շենքի տակն էլ լինի, էլի, բարի խմբակ։ Կարա բարի խմբակի ղեկավարն էլ լինի իսկապես վաստակած մանկավարժ։ Լավ խոսք ունեք։ Դուք եթերից ասում եք, հենց մի քիչ խոսում ենք, ասա մեր հացին վայս են լինում։ Հա, տենց։ Հա, դա բոլոր բնակավարերում։ Մեկը հիմա բաց թողումը շատ է ամեն ինչում։ Հա, այդ պատճառով մենք մնանք մեր բարձունքի վրա։ Հա։ Կամ միգուցե հակառակ իրանք են բարձունքի վրա։ Մենք անենք մեր գործը Եվ մենք կթողենք հետ քաստատ։
Իմ կարծիքով բիզնեսի այլ տարբերակներ կա։ Երեխաների ոչ ճիշտ մկաները զարգացնելու համար բիզնես ստեղծելը ճիշտ չէ։ Վատ թեմաներից չենք խոսում, բայց մեկը առկա է։ Ես վստահ եմ գալու եմ մի օր, որ այն տարիներ առաջ բավականին խիստ էր։ Տենց էր, չէ՞, Մարատիս ջան, չէ՞, խիստ էր, որակար, ամեն մարդ իր արած գործի պատասխանատվություն է կրում։ Հիմա շուկան լավ է որ բաց է, բայց պետք է այդ կոնտրոլել, այդ լիզնի դա։ Այո, դրա համար մենք իր գործով պետք է զբաղվի, վերևները ճիշտ պետք է լինի, որ ներքևները պահպանվի։ Ոնց որ ես շատ մարտական եմ տրամադրված մի տեսակ։ Շատ լավ։ Ես լսել եմ եւ դուք էլ փաստեցիք, ասում են, որ Մարատիչի կաբինետում լույսը բացվում է 21 TV-ն է, Ակոպովնանա, այնքան հաճելի էր, բայց որ դուք էլ փաստեցիք, ես հասկացա, որ հինը լավ է։ Ու մեկ աշխատողներս էլ, հա, ասում են, ես ռադիոյի տեղից տելևիզոր օգտագործում, բայց չգիտեմ ինչի 21 TV-ի վրա։ Հա, դե մաքուր երաշխատում։ Եվ հա, քանի որ մենք ինձ մոտ է դա առավոտ, մի քիչ առավոտը աշխատում եմ, երաժշտությունը հնչում, ասենք ու տենց ու միշտ քեզ տեսնում եմ քո այդ զրուցումը։ Ինչ հաճելի է։ Շատ լավ, Մարատիս ջան, անցնենք բուն թեմային։ Ես երբ որ ինձ ասում են Արթուր Մարատիչ, իմ համար ասոցացվում է առաջինը Երևան Պարային ստուդիան, որ թիվ 1-երից մանավանդ այդ լատինո ոչը ես խայտարակ սիրում էի, մանավանդ որ ձեր սաներն էին լինում։ Դուք հիմա խնդրում եմ, Հայաստանի Հանրապետությունն է մեզ հետևում իդեպ։ Խոստացեք, որ մի քանի տարիքային տենց Սանդխակով իմ մոտ սաներ կուղարկեք, նստենք մենք միասին վայելենք նրանց բարը, կարող ենք կփորձենք, ուղղակի ես եթե ցույց տալու բան ունենամ եթերով, հաստատ կգամ, եթե չէ, չեմ գա։ Հոբս դու կունենա։ Այդ է մեր տարբերությունը, այ ինչի մասին նոր մենք 2 րոպե առաջ խոսում էինք։ Շատ լավ։ Ջան, մանկավարժությունը տենց խորացավ ձեզ մոտ եւ հիմա ուզում հասկանալ գլոբալ էլի մանկավարժությունը ինչով եք զբաղվում։ Դե նայեք, շոու բիզնեսի գազաններից հետո իմ սիրելի գազաններ, մեր սիրելի գազաններից հետո եկա մի պահ, որ մեր կենտրոնում եղավ այնց, որ ինձ վստահեցին նաեւ աշխատանք, հա, երեխաների հետ, երեխաներն է թվով հազարն են։ Տարբեր խմբակներ, տարբեր հա մեր մանկապատանեկան կենտրոնը դա մեր համար առաջի պիոներ պալատն էր։ Կենտրոնական պիոներ պալատը։ Մեկը տենց էլ ճանաչում են, չէ՞։ Այո, բոլորը գիտեն պիոներ պալատով, մենք արդեն 103 տարեկան ենք։ Ու ասեմ որ այդ աշխատանքը արդեն երեխաների հետ սկսած 3 տարեկանից մինչև 16 շատ հետաքրքիր է, որ ոչ միայն պարով տարբեր խմբերի, տարբեր աշխատանքների, ոնց որ Փարիզ դուրս եկա, եւ անցանք խորը մանկավարժության այն իմաստով, որ մենք արդեն 2 տարի աշխատում ենք նաեւ ներառական երեխաների հետ, ու արդեն հա մեր կենտրոնը առաջինն է հանրապետությունում, որ արտադրոցական հիմնարկների մեջ այդ ծրագիրը մցրել է մեր կողքի ֆանտաստիկ կազմակերպության հետ եւ այդ երեխաներին մենք արդեն մտցնում ենք մեր դալիճներ, նրանք երգում են, պարում են եւ սոցիալի հետ ու հավատացեք որպես մանկավարժ եմ արդեն ասում, գալիս է մի տարիք, որ դա այնքան հավես է, այնքան լավ է, բայց այն ինչ որ մենք արել ենք մեր գժերի հետ, որով դարել ենք Մարատիչ, հա, կամ Ակոպովնա, դա միշտ մնալու է, որտեղ մեր բարձունքը երկուսից եղել է շոու բիզնեսը, հա, մեր ֆունդամենտը ոնց որ սկսել ենք, իսկ արդեն լրիվ ուրիշ կարգավիճակ է, այ մի օր ձեզ կհրավիրեմ մեր կենտրոն, որ մեր խմբերով անցնեք, մեր այդ երեխաներին տեսնեք, մեր ներառական երեխաներին նկարեք, տեսնեք ոնց են երգում, ոնց են շփվում մարդկանց հետ, ու կողքի կանգնած երեխան, ինչ կանեք հարաբերությունների մեջ է, կողքի կանգնած երեխային, որ ունի մի փոքր օգնություն։ Սա շատ հավես բան է, մեծ սիրով ձեզ կսպասեմ։ Մենք հիմա վերանորոգման մեջ ենք գտնվում, բարով խերով բացումը կլինի ու մենք կարանք շատ սիրուն ռեպորտաժ սարքենք մեր կենտրոնում։ Այո, ես տեսանոց կցանկանամ պատրաստել ձեզ մոտ։ Հրաշալի, հա, երեխաներ, մանկավարժներ։
Իսկ ինչպես կարող են ընդգրկվել գալ այդտեղ, չգիտեմ, հնարավորություն կա թե կա ինչ որ։ Չէ, մեր բոլորը գիտեն այդ ասած Պիոներ պալատը, մեր 3 տարեկանից ունենք խմբակներ, 30 տեսակի խմբակ ունենք, որտեղ նաև բարի խմբակներ ունենք տարբեր ոճերի, ձեռագործ, գեղչախումբ, մի խոսքով կավագործություն, սպորտ ունենք, սուսերամարտ ունենք, ասենց էլիտնի ձև ենք ընտրել մեր համար, մարտարվեստ ունենք մի փոքր սիրուն շատ կոլեկտիվ, եւ նկարչություն, դիզայն, ամեն ինչ, մոդա, շատ հետաքրքիր, որպեսզի չմոռանամ ինչ-որ բան ասելուց, Այ որ կունենանք սիրուն եթե ձեր հետ միասին, ինձ թվում է ագին մեր ծնողները նաև կտեսնենք, հասկանան, որ մենք կանք շնչում ենք այդ հսկա շենքում, որը 103 տարեկան է։ Մարատիչ, կողքից դու քեզ տեսել ես, դու գիտես ոնց ես փայլում հենց հիմա խոսելուց։ Հա, դե ասեմ իրանք ինչ շատ են փոխել, որտեղ գիտեք շոու բիզնես ուրիշ բան է, այնեն մենք, հա, երբ որ եղա մի փոքր անդունդ, ինչ պետք է լինի այդ շոու բիզնեսից հետո, բայց սա ինքնի ոնց որ սթափեցրել է վերջի կոմպլիմենտ եղել է երեք իմ սիրողականների կողմից, երբ որ ասին ոնց ես կարողանում մարդկանց հետ շփվել, ես չգիտեմ ոնց եմ կարողանում շփվել, բայց շփվում եմ, երևի ստացվում է, կա մի խնդրեմ, որ ամեն ինչ դեմքին եմ ասում, բայց դա չեն կարող փոխենք, վերջի 60 տարին տենց է եղել։ Հա, էդի գալիս է գնում է, բայց ժպիտով ենք ասում, առանց որևէ մեկին նեղացնելու։ Ինչ հաճելի էր։ Ես խոստանում եմ հեռուստադիտողներին, այս ամենը ինչ խոսվեց նորացված տարբերակով, տեսանյութի կարգավիճակով ես կներկայացնեմ հեռուստադիտողին, ինձ մի քանի այլ հարցեր է հետաքրքրում։ Մեզ մոտ տաղավարում նաև Մարատիս ջան, հասկացել ես, գալիս են այն մարդիկ, ովքեր առիթների հետ կապ ունեն։ Եթե գնամ մի քիչ հետ, ես գիտեմ, որ ամենալավագույն առիթները համերգային տարբերակով ներկայացրել եք դուք ձեր սաների օգնությամբ։ Որ շատերն են ասում են հələ մի հատ նայեք, անունով փորձ են անում, բայց ֆուլ ամբողջ ոդկով պարբեն, որտեղ Մարատիչն այնտեղ նստած հետևում է։ Ես այդ տեքստը երբեք չեմ մոռանա, ես էի վարում այդ հանդիսությունը իդեպ։ Բայց Մարատիչը ինչպիսին է որպես հոբելյար։ Ես տեսակներ ասեմ դուք ընտրեք, էլի։ Մարտ, ով ամիսներ առաջ կազմակերպում է ծննդյան օրը, Մարտով նեղվում եմ, տեսակ մեկ ուսանում է այդ օրը, եւ մարտով տուն տեղ կոլեկտիվ ոնց էլ չնի մի բան կկազմակերպի։ Որն է ձերը։ Ես ու շունս։ Լուրջ։ Այո։ Ես ինչ բացայտ։ Հա, հավես, ֆանտաստիկ շուն ունեմ։ Հա, ես իր հետ իմ ծնունդը անցկացնում եմ, բայց հիմա եթե ուզում են իմ ծնունդը որտեղ ասեք չեն արել։ Իմ աշակերտն է Վեգասից սկսած, Սոչիից ավարտած։ Հա։ Այն որ 12-ը խփում է տենց։ Չէ, ուղղակի եթե դու Ամերիկայի ես արի Վեգաս համել առիթած ունդ տանենք, եթե դու ստես հատուկ չեմ պատրաստվել, չեմ տրամադրել, բայց ասենք ես սիրում եմ տենց երևի տենց ընկերական ու եթե ստացվում է, չէ, չեմ սենց տրամադրվում, հա։ Այո, ըստ տրամադրության, բայց վերջի ասենք 7 տարիներից հասցրել, որ Ամերիկայում եմ անցկացնում։ Հա, տենց վրա ու մարդիկ արդեն սպասում են Իմ քույրս հա հարազատները բոլորը տենց կազմակերպում են, ես էլ իհարկե մեծ սիրով ներկա եմ գտնվում։ Ավելին ասեմ, որ իրանք դաժե Տոմսերն են առնում, ինձ հրավիրում են, ինչի չգնալ, չէ։ Հենց որ ես չեմ կոմպլեքսավորվում տենց բանից, ոնց ստացվի դրանը համաձայն եմ։ Ես միշտ եթերում ասում եմ, ես շոտ եմ սիրում Ամերիկայի այդ կարգավիճակը, ինչու, որովհետև երբ որ ես առաջին անգամ տեսա, թե ոնց են մեր ընկերները մորթում իրար, թե ով պետք է օրինակ 12-ը կազմակերպի։ Մեկը այսօր 8 օր, 10 օր անցնում է, մենք մեր մոմ ենք փչում, չէ։ Այդ պետք է բերել Հայաստանի դեպ այդ մի օրենքը։ Դուք ուրիշ օրենքներ եք հարսանեկար վերցնում, որը մերը չի։ Այդ բերեք Հայաստան, թող ընկերները հերթով կազմակերպեն մեր ծննդյան։ Մենք կմասնակցենք մեծ սիրով։ Ես մի քանի թեմայից դուրս հարցեր ունեմ, Մարատիս ջան։ Տարիները ինչքան էլ մեզ պահպանողական թողեն, սկզբունքների տեր լինենք, բայց մեկա փոփոխություններ լինում է մեր կյանքում։ Ես ուզում հասկանալ այս տարիների ընթացքում ինչքանով էլ Մարատիչի, այսպես ասած, ապրելակերպը, ոճը, շրջապատը փոխվել է, մնացողները մնացել են, գնացողները գնացել են, ասենց սերնդափոխություն է եղել, բայց այս բոլորը մեկտեղ ուզում եմ հասկանալ։ Այսօր Մարատիչը իրեն լիարժեք երջանիկ հայացքում է իր շրջապատում։ Ես այո, որովհետև առաջի անգամ որ Ամերիկայում հայտնվեցի, շատ նեղվում էի։ Ինձ ոչ մեկ չէր ճանաչում։ Հա։ Մի տեսակ այն որ
Խոր մենք ամեն քայլափոխը մեզ տգիտի, հա։ Հա, հետո երկրորդ, երրորդ տարին արդեն բանտեն, տես քիչ-քիչ, բայց մեկը որ լոսից ես գնում եմ այլ երկրներ, որտեղ աշակերտներս աշխատում են, այլ քաղաքներ ներողություն։ Այլ շտատներ, հա, էլի նույն կարգավիճակն է։ Բայց մեկը խեղդվում եմ, հենց իշտում եմ այդ իմ аэроպորտը գալիս եմ իշտում եմ։ Այն որ սա, էդի չգիտեմ ինչա, ուրիշ էմոցիա է, ասենք, երբ որ մտնում ես միտեղ մակրոյից բռնած միջև մենակ նոր բարեկները չեն ճանաչում, բայց օքեյ է, բայց իրանց տատիկները, մամաները, պապաները բոլորը մեզ գիտեն։ Էդ էլ է հավես։ Դե փաստից չենք փախնում, արդեն ուզենք չուզենք, հեսա 60-ը գալիս է, բայց անկախ ամեն ինչից, այո, ես ինձ շատ լավ եմ զգում, որովհետև Երևանցի տղա եմ, մեծացած, ապրած, փողոցներում մեծացած, հա, մամաս դա էլ է բարի, որովհետև շատ չար եմ եղել, լուծումը տենց է գտել։ Հա չգիտեմ, ես էլ չեմ սիրելի ապրելը, բայց տենց է ստացվել, այդ լուծումը տենց են արել։ Հիմա չգիտեմ ուր են տանում էլի, բայց այս ամեն ինչը Երևանյան էս վիճակը, հայաստանյան էս վիճակը ինձ շատ հավես է, շատ չգիտեմ կոմֆորտ է, ինձ իմ զոնան շատ կոմֆորտ է։ Ուղղակի մի բան եմ սխալ արել, որ իմ սաղ աշակերտներն ուղարկել եմ դուրս։ Դե համար բան չունեմ ձեզ ցույց տալու։ Դրսից ցույց կտանք։ Իսկ դրսից երբ որ մի օր առիթ լինի ինչեր են անում իմ տղերքը այլ երկրներում Ռուսաստանից սկսած մինչև Միացյալ Նահանգներ։ Իմ աղջիկները ու տղաները աշակերտները սաղին ուղարկեցի մի օր մտա ստուդիա, տեսա մենակ եմ մնացել։ Հա, լավ մի աշակերտ ունեմ արտակս հետ է եկել։ Հա, բայց հեսանորից կգնա էլի ու ինձ այս Տրամպի թեմաներից հետո շատ է կարող վերադառնալ։ Չէ, իմ օնք սաղ օրինական են։ Հա։ Ես սիրել եմ այդ օրենքը։ Իմ օնք Ամերիկայում դեմքեր պարած, Ռուսաստանում կայացած մարդիկ իրանց շնորհքով։ Ու շատ կարևոր է էլի, որ իրանք մասնագիտությամբ են էլի առաջ գնաց ու աշխատում են։ Մարատիչ մի բամբասան կար, երկրորդ օրիներ տենց պտտվում էր, բայց հաճելի էր էլի։ Ես ուզում եմ եթերում բարձրաձայնել, դե այդքան բամբասանք չի, ինչքան խոսք ձեր մասին, ասում էին, երբ որ տեսնում են լատինո զույգ ինչ որ միտեղ բարելուց, դեռ չասված, ասենք Երևան ստուդիա կամ չգիտեմ, այսպես ասում են, լսի շատ նման է Մարատիչի զույգը կլինի։ Ասում եմ, ինչի ասում եմ Մարատիչի նման, բոյով, սիմպաթիչնի։ Դուք այդպես հատուկ անում եք, որ ձեր երեխեքը տենց լինեն։ Ես այդ ինձ միշտ քննադատել են դրա համար։ Փաստորեն ճիշտ է։ Հա, որ գիտեք ինչ, եթերը սիրում է գեղեցկություն։ Ես էլ այդ խնդրեմ ունեցել եմ, հա, կարա, չգիտեմ, պրի ֆորմաները լինի իդեալական։ Հա։ Ոչ թող շվատ բարի։ Հա։ Մի քիչ ասենք թերանա, բայց ինքը որ դուրս եկավ պարկետ, հա, դուրս եկավ բեմ, նա աչքը որտե մեր արվեստը տեսողական արվեստ է։ Այո։ Հա, ոչ իչքը թերանա բեմի վրա, ասենք դե այդ էր հնարավորությունները, բայց երբ որ նայում ես ինքը արագերեցիկի պես շքեղ կանգնած է կամ ասենք հա, գեղեցկուի է մի հատ կանգնած, կարա չպարի ասա, տուդա խաջի, սուդա խաջի։ Ոնց է կարոտել ես։ Հիմա այդ է։ Հա, դրա համար ասենք ես միշտ դարել եմ, ինձ միշտ ասել են ինչի, բայց իմ օրինակ այսօր դեմք աղջիկները 1.10 են, ովքեր ամբողջ աշխարհում խառնել են իրար, աշխատում են ամերիկացիների հետ։ Հա։ Հա, փոքրամարմին են։ Փոքրամարմին, հա, իմ Էլենն ու Տաթոս այսօր քանդում են սա ու աշխատում են ամերիկացիների շկոլայում, ամերիկացիների հետ։ Հա, ու իսկ տղերքը սա իմ նման բոյով, հա, պետք է ստացվի։ Տարիներ առաջ, երբ որ իմ ծնողները որոշում են իմ խնդրանքով ես լինեմ արվեստ ուսումնարանի սան, 20 թե 30 սանտիմ թեմայի համար բնականաբար ես արդեն քննությանը չեմ մասնակցում, Ղուրմացիկ Տիկին Թերեզան էր այդ թեմաներով, եւ դրանից հետո ես այնքան էի վիրավորված, որովհետեւ ես լուրջ խորեգրաֆիա գիտեի, որովհետեւ ես գեղարվեստական մարմնամարզության էի գնացել, իմ խորեգրաֆիան միչև օրս բացարձակ կարող եմ ասել 5 եւ պաշտում եմ ես այդ թեման։ Տիկին Թերեզան չթողեց ես 1.59-ով ընդունվեմ արվեստությունը, այս ամբողջը ասում ձեր տեքստի համար, հա։ Ես այդ ժամանակ արդեն դարձա Արայդան շոուի մենապարուհին եւ այդ ժամանակ ես մի ամբողջ շկոլա էլ անցա։ Ես հիշում եմ, որ ես 2 տարի հետի պես ամենակիչը սովորել եմ ստրուկտուրա, ծրագիր, ինչպիսին պետք է լինի գեղարվեստական ղեկավար պարուսույցը։ Չնայած կարա ստրուկտուրան իմանաս, ասա Մարատիչ ջան, բայց չլինես մանկավարժ։ Եթե շփում չեղավ, ուզում ես դու լինես պրոֆեսոր, ներվդ բա։ Կարացար շփվես երեխայի հետ քո ասելիքը չհասցրեցիր տեղ, նո, մանավանդ հիմա այս Թեսլայի դարաշրջանի երեխեքը լրիվ ուրիշ են։
դա փաստում է, որ թեկուզ փոքրամարմին են քաղցրենք, բայց կարանք պարարվեստը գրավենք, էլի։ Այդ ասում եմ ամբողջ ասելու համար փաստորը։ Շատ լավ։ Մարատիս ջան, ես կներեք, բայց արդեն պահանջում եմ եթերում նորության դեպքում։ Ես ուզում եմ բարձրաձայնել որակովը, լավը, մակարդակը, իսկ այն մարդիկ, ովքեր որ նոր են ծանոթանում Արտուր Մարատիչի հետ իմ ծրագրի շրջանակներում, դուք հասկացաք, որտեղ նրան կարող եք գտնել, փնտրել եւ արդեն հասկանալ, թե ինչ նշանակում որակը, ինչի համար ես տարիներ շարունակ շնորհակալ եմ ձեզ։ Դե մենք էլ ուզում ենք ձեզ շնորհակալ լինենք, որ չեք մոռանում։ Բայց դե այսօր որ գիտեք ինչ ելի եմ ասում, որ բացա, լավ, ամեն ինչը շատ հասանելի է, բացա, օքեյ, դա շատ լավ է։ Բայց մեկը պետք է փնտրել, ընտրել, ճշտել։ Դրա մեջ վատ բան չկա։ Մարատիս ջան, բաց դաշտը բաց թողումի հետ արի չխառնենք։ Այո, համաձայն եմ ձեր հետ, հետո եթերում ինչքան են, չէ, սուտ խոսում եթերում, գալիս են, խոսում են, ինչի մասին են խոսում, ով է հետևից գնացող, ով է հարցնողը, հա խոսում են, հիմա մեր հանդիսատեսները նայում է, լսում է, ասենք ինչ տիտուլներ են ասում, ինչերով են իրանց կաղապարի մեջ միջազգային բառնել օգտագործում են, լավ են անում, բայց ճակերտավոր լավ են անում։ Մեր հանդիսատեսներ վստահելով ձեզ եւ մեր գոլեգաներն ովքեր հաղորդումներ ունեն վարող, մեր ընկերները, ինչ անեն, դուք ձեր գործը անում եք։ Սիրուն հիմա ծնողն էլ տեսնում է, հերոստատողը նայում է, հավատալով այդ քայլը անում է, ասում բա մենք նայեցինք, բա մենք sense, բա այս արդյունքն է պետք։ Այդ պատճառով պետք է մի փոքր հետաքրքրվել մեզանով, ում մոտ որ գնում են, մի քիչ հետաքրքրվել ով են, որտեղից են եկել, ուր են գնում։ Իսկ եթե չեղավ ամենակարևորը մանկավարժության մեջ, ես երեխայի հետ չկարողացա շփվեմ, ես ինչ Մարատիչ։ Համենայն դեպս ես կարողացա իմ հուզող հարցերի պատասխանները ստանալ, տեսանյութի կարգավիճակով էլ շատ շուտով կներկայացնեմ ճիշտը որակ ամենակարևորը եւ այն երեխաներին, որոնք հավասար են իրենց զգում։ Եվ այդ ճիշտ նախադասություն եմ կարծիքով։ Այո, շատ ճիշտ, լիարժեք, որտեվ սա ֆանտաստիկ բան է, որ դու կարողանում ես քո կողքի մարդուն օգտակար լինես։ Ես ես այնքան առողջություն ու տոկունություն եմ մաղթում, որ ես էլ առողջ լինեմ, մի 20 տարի հետո նորից եթերում լինեմ եւ նորից այս հարցը բարձրացնեմ։ Դաշտուց իհարկե պետք է լինես եթերում, մենք լինելու ենք, Զինա ջան, գալու ենք գնանք կամիների նման։ Մարատիս ջան, բայց դու գիտեք չէ, որ քանի որ ծրագրի եւ հեղինակ, եւ տնօրեն, եւ պրոդյուսեր, ամբողջը ես եմ, դուք հավատացած եղեք ինձ մոտ տաղավարում նստում են արժեք ունեցող միայն մարդիկ եւ ասելիք եւ ովքեր ինչ էլ որ խոսում են պետքա փաստեն։ Դուք հետևում եք իմ թողարկումներին, գիտեք որ այդպես է։ Դե դա շատ կարեւոր է, դա գալիս է ձեր փորձառու լինելուց։ Այո։ Կա տենց բան։ Այսօր շատ լավ մեր գեղեցիկ սիրուն աղջիկները նստում են հյուր են կանչում հյուրի հետ չխոսելով։ Հա, եթե չես ճանաչում, պետքա գոնե մի օր առաջ պատրաստվես։ Գոնե։ Հա, ես ամեն անգամ բեմ դուրս գալուց մեկա լարվում եմ։ Հա։ Մեկա լարվում եմ, որովհետև դա բեմ է, դա արտիստի համար, դա մի, չգիտեմ, այնց վայր է, որտեղ քեզ կամ կգնահատեն, կամ արժեքազրկվես։ Այո։ Մարդել կա, ասենք, մարդել կա։ Դա համար մենք միշտ լինելու ենք, հիմա նայում ասում են, էլի սրանք։ Այո, մենք միշտ կանք։ Ինչ շատ են դուրս, ես դուրսը չեմ ապրում, ես ապրում եմ հայրենիքում, որտեղ մենք վերջերս ցավոք սրտի մի լավ տեղում չհանդիպեցինք, բայց բոլորը զարմացան, որ ինձ տեսան, որտեղ ինչ որ չգիտեմ ինչի, բոլորը գիտեն, որ ես դրսում եմ ապրում։ Ես ապրում եմ Երևանում։ Ու վատն է, որ միջև որս ինձ մոտ ծրագրի կոմենտներում կա Հակոբովնան դեռ Երևանում, Հակոբովնան Երևանում, Հակոբովնան ուր էլ գնա նորից Երևանում է։ Համենայն դեպս լավ թեմայով ավարտենք, հարգելիներս։ Լավ թեման շարունակելի կլինի, Մարատիս ջան, հույսով եմ դուք ինձ կարձականքեք եւ ես նորից եթերում կբարձրացնեմ պարթեման, այն էլ որակով ձեր թույլտվությամբ ամենակարևորը, շատ շնորհակալ եմ, որ կաք ու մերն եք։ Ես ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Հիմա դուք նենց արեցիք, որ ես էլ ոչ մի եթեր չեմ մերժի, որտեղ պետքա գնամ, եթե մեր ընկերներից լինեն, ասենք հրավիրեն։ Ձեզ էլ լավ եթեր իմացեք, որ ես ամեն օր իմ կաբինետում առավոտն եմ նայում, դա կրկնությունն է երևի, հա, ոնց հասկանում եք։ Այո, կրկնությունն է։ Ցերեկն եմ նայում, որտեղ մտնում եմ դալի ժամը 3-ից հետո էլ չեմ նայում TV։ Հա, մենք մի ժամի դրեմ մեկին։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ այսքանից հետո լավ տրամադրության բացահայտումներով ես հաջողություն եմ մաղթում միմիայն հանդիպելու ակնկալիքով։ Մինչև հիմա ձեզ հետ իմ Արտուր Մարատիչներ եւ ձեր Զինա Հակոբովնան կհանդիպենք։
Նժդե, իսկ դու գիտեիր, որ Գյումրին համարվում է արհեստների ու արվեստների մայրաքաղաք։ Հա? Ու այստեղ շատ մեծանուն մարդիկ են ծնվել, ինչպիսին են Մհեր Մկրտչյանը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը ու շատ-շատերը։ Տաթե, Գյումրին երգ ունի։ Ոնց չունի, բա չես լսել։ Գյումրին երգ ունի, Գյումրին վերք ունի, Գյումրին երգել ունի։